Արզենի համայնքապետ Ֆելիքս Միրզոևի կողմից խնջույք է կազմակերպվել Արզենի Վենյու Արզենի հյուրատանը։ Հյուրատանը այլ այցելուներ են եղել Երևանից ու եւս խնջույք են կազմակերպել։ Արդյունքում, երբ հյուրատան հյուրերը գինովցել են, հայհոյանքներ են հնչեցրել, որին միջամտել են այլ սեղաններից, թե դադարեցրեք։ Արդյունքում խոսակցությունը այն աստիճան է թեժացել, բանը հասել է ծեծին ու կրակոցներին։ Հիշեցնենք, որ հունիսի 9-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում, Արզենի Վենյու Արզենի հյուրատնից հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել մի քաղաքացի, կա 2 վիրավոր։ Ձերբակալվածների մեջ էր համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևը, որը այսօր ազատ արձակվեց։ Վերման ենթարկված անձանցից են եղել Արզենու համայնքապետ Ֆելիքս Միրզոևը, 35-ամյա Դավիթ Վանյանը, 34-ամյա Վիրապ Վիրապյանը, 32-ամյա Աշուր Իլյաևը, 53-ամյա Կարլեն Սիմոնովը, 46-ամյա Արկադի Մոիսևը, 39-ամյա Ալբերտ Սարգիսովը։ Մեդիահաբի տեղեկություններով բերման ենթարկվածներից Դավիթ Վանյանը ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի քեռու տղան է, որը միաժամանակ համայնքապետի ստվերային կուրատորն է համարվում։ Իսկ կռվին անմիջական մասնակցություն են ունեցել Նիկոլ Փաշինյանի օգնական նախկինում ՔՊ խմբակցության падգամավոր Արսեն Միխայելովի եղբայրը Սուրեն Միխայելովը եւ նրա որդիները։ Իդեպ վերոնշյալ անձիկ այս պահին ձերբակալված չեն ու չի բացառվում քաղաքական կապերը օգնեն նրանց մաքրել գործից։